Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրն էր 44-օրյա պատերազմի մասնակից Կնյազ Սահակյանը, ով կռվել էր ջրականի շրջանում։ Կնյազը ներկայացրեց իր անցած զինվորական ծառայության, ինչպես նաև պատերազմին մասնակցության մասին տվյալները։ Եթե դուք էլ Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք եղել, կարող եք կապվել ներքևում նշված կոնտակտային տվյալներով և հյուրընկալվել մեր տաղավարում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, բաց չթողնելու համար հաջորդ հաղորդումները։ Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Կնյազ Սահակյանը։ Բարև Կնյազ ջան։ Բարև Կնյազ ջան, ես էլ եմ ողջունում, շնորհակալ եմ, որ այսօր մեզ ես հյուրընկալվել։ Կկիսվես քո զինվորական ծառայության, ինչպես նաև պատերազմական դրվագների մասին։ Ընդհանուր առմամբ ֆորմատը պարզ է, եթե ողջույնի բացման խոսք ունես, կարանք լսենք ու անցնենք մեր հիմնական խոսակցությանը։ Իհարկե, ես էլ ձեզ եմ ողջունում, տղաներ ջան։ Շնորհակալ եմ ձեզ հաղորդմանը յուր կանչելու համար։ Շնորհակալ եմ ձեզ ձեր կատարած գործողությունների համար։ Իմ համար շատ լավ է այս ամեն ինչը տեսնել պատերազմի մասնակիցների կողմից, որ իրենք ինչ-որ գործողություններ են կատարում, որ մարդիկ իմանան այն մարդկանց, լսեն եւ Ում մասին հələ որ չեն լսել։ ում մասին հələ որ չեն լսել։ Շատ լավ, քո ծառայությունը երբ է սկսել, ոնց է սկսվել ծառայությունը։ Ծառայությունը սկսել եմ 2019 թվականի հունվարի 14-ից Արմավիրի ուսումնական զորամասում որպես տանկի հրամանատար։ Այնտեղ 6 ամիս ծառայելուց հետո արդեն գնացել եմ Գորիս, Գորիսի Խնձորես գյուղի Խնձորեսկի չաստում եմ հենց եղել, այդտեղի զորամասում եմ եղել։ Ուսումնական զորամասում ինչպես էր ծառայությունը, Ինչ մասնակցության վրա էր սովորում։ Ուսումնական զորամասում եղել եմ տանկի հրամանատար, տանկի հրամանատար եմ եղել, այդտեղից սերժանտով գնացել եմ Խնձորեսկ։ Ուսումնական զորամասը դա առաջի քայլերն էր զինվորական ծառայության մեջ։ Այս օրինակ համընկնում էր քո պատկերացումներն ու այդ կյանքը մինչև Դե բնականաբար միջև ծառայությանը գնալը տարբեր ծառայության հետ կապ ունեցող պատմություններ ես լսում ավագ սերնդից, բայց ընդհանրապես կապ չի ունենում ծառայության հետ ու ծառայության բնույթի հետ։ Բայց իմ ծառայությունը ուսումնական զորամասում շատ հետաքրքիր էր, հետաքրքրությունը կայանում էր նրանում, որ դեռ փոքր ժամանակից շատ եմ սիրել տանկը, իր մեծությամբ, իր սնայրադի մեծությամբ, իր ահռելի փոքր ժամանակ բոլորս էլ սիրում ենք տանկերով խաղալ, մենք ենք սարքում։ Երեխաների ամենասիրած խաղալիքն է։ Այ քո մոտ որպես հրամանատար, օրինակ մեխանիկները մենակ վարում են, նշանառուները մենակ կրակում են, բայց հրամանատարի ֆունկցիոնալ դերը նրանով է գալիս, որ ոչ միայն հրամանատարի աշխատանքը պետք է տիրապետի, այլ նաև վարի եւ կրակի մեխանիկի։ Քեզ համար ո՞րն էր ավելի հաճելի, ո՞րն էր ավելի լավ ստացվում։ Ավելի լավ ստացվում էր կրակելը, նշանառու օպերատորի աշխատանքը ավելի էր դուր գալիս ինձ ու ավելի լավ էր ստացվում ինձ մոտ, ճիշտ ես ասում Սարգիս ջան, որ հրամանատարի գործողությունները ավելի շատ էին ու պատասխանատվությունն էր շատ, քանի որ ինքը պետք է իմանալ համ վարել, համ կրակել։ Հետաքրքիր էր ամեն դետալով տանկը ինձ շատ հետաքրքիր էր, դրա համար էլ ես շատ էի խորացել տանկի ֆունկցիաների մեջ ու բավականին լավ տիրապետում էի էլի Այ օրինակ եթե վարելուց որ խափանումներ էր առաջանում կամ կրակելուց կարողանում եք հեշտ սարքել։ Արդեն իսկ այդ ամեն ինչին հեշտ տիրապետելուն արդեն հասել եմ երևի Խնձորեսկի ծառայության մեջ, հիմնական զորամասում Խնձորեսկի զորամասում եմ հասել այդ ամեն ինչին, որպեսզի կարողանամ խափանումների ժամանակ ճիշտ կողմնորոշվեմ, արագ կողմնորոշվեմ ու շուտապույտ կարգավորեմ էլի խափանումները։ Հիմնական զորամասում ոնց էր ծառայությունը, երկար տևեց ադապտանալը, որտեղ ուսումնականից հիմնական զորամաս տարբերությունները շատ են։ Արդեն մարտական տեխնիկա են տալիս կցուն։ Հիմնական զորամասում դժվարությունը կայանում էր նրանում, որ այնտեղ արդեն քեզանից շատ բան էին պահանջում, որովհետև դու անցել ես ուսումնական զորամասում եւ պետք է քո գիտելիքներով արդեն իսկ ցույց տաս, թե դու ինչ ես սովորել ու այդ ամեն ինչը ոչ թե պատասխանատվություն էր
հենց ինքը ծառայությանը կամ տեխնիկային, այն ամեն ինչին, ինչը դու հասկանում ես շուտ եւ տիրապետում ես էլի այդ ամեն ինչին, այդ ամեն ինչը ոնց որ ավելի շատ քեզ վերաբերվող էր, որովհետեւ դու պետք է ցույց տաս, որ դու լավ ես հասկանում, հեշտ ես հասկանում ու դու արժանի ես սերժանտ լինելուն ու դու արժանի ես էլի այդ տեխնիկայի մեջ գտնվելուն, որովհետև այդտեղ իմ կարծիքով անփորձ մարդիկ պետք է չլինեն, ովքեր էլ անփորձ են, պետք է շուտ դառնան փորձառու։ Հա դե 42 տոննայի մեջ որ խնդիր լինի, արդեն ամբողջ պատասխանատվությունը ամբողջ էկիպաժի վրա է, թե խափանումների տեսանկյունից արդեն մարտական գործողությունների ժամանակ ավելի շատ խնդիրներ են առաջանում։ Մարտական գործողությունների ժամանակ ավելի դժվարանում է մի քանի անգամ հրամանատարի գործը, որովհետև ճիշտ է ամեն մարդ պատասխանատու է իր համար, բայց տանկի մեջ դու պատասխանատու ես բացի քեզանից, բացի տեխնիկայից երկու հոգու համար էլ։ Դու պետք է ճիշտ կողմնորոշվես ու ճիշտ դատես ամբողջ ընթացքը։ Այս սեպտեմբերի 27-ի օրը ոնց է Պատերազմի մեկնարկը ընդհանուր առմամբ։ Պատերազմի մեկնարկին մենք Հայաստանում չենք եղել, տանգային մեր էկիպաժներով մոտ երկու տանկային վաշտ գնացել էինք Բալկակրատ Կապուստին Յար զորավարժական հավաքներին, այնտեղ միջազգային զորավարժություն էր լինելու, որտեղ մենք էլ էինք մասնակցում։ Ինչ երկրներ կային։ Այնտեղ կար Չինաստանը, Բելարուսը, Ռուսաստանը, մի քանի տարբեր երկրներ եւս կային հիմա Տանկային միջոցառումներ էր, թե ընդհանուր զորքերից շատ կար, հա։ Զորքերից շատ կային եւ այնտեղ զորավարժություն պետք է ամեն մեկը ոնց որ ցույց տար այն ամենը, ինչին ինքը տիրապետում էր, ու այն ամենը, Ինչ արդյունք ունեցանք այդտեղ։ Մենք այդտեղ գրավեցինք երկրորդ տեղը, առաջի տեղը Ռուսաստանն էր եւ այդտեղից հետո արդեն ամսի 26-ին մենք ավարտեցինք զորավարժությունը, որտեղ այնտեղ բարձ դարով ովքեր են առաջի տեղը, երկրորդ տեղը, երրորդ տեղը եւ այլն, եւ այդտեղից պետք է մենք արդեն ինքնաթիռով գայինք Հայաստան ամսի 27-ի առավոտյան, բայց երբ որ մենք գնացինք, որ թռիչքը կատարենք ու գանք Հայաստան, այդ ժամանակ եկան եւ մեզ ասացին, որ Ադրբեջանի նախագահան ասել է, որ կտարակացնի այդ ինքնաթիռը, եթե ինքը այդտեղից շարժվի, որովհետեւ իրենք մտածում էին մարդատար ինքնաթիռ էր։ Ոչ, ինքը բեռնատար ինքնաթիռ էր ու իրենք մտածում էին մենք մեզ հետ զինտեխնիկա ենք տեղափոխում եւ այլն, դրա համար մենք այդտեղից գնացինք Մոսկվա Դամատյեդովից արդեն մարդատարով եկել ենք այստեղ, մեզ այստեղ դիմավորել են որպես պատրաստված տանկիստներ եւ այդտեղից շարժվել ենք Խնձորեսկ, որտեղ մեր տանկերը արդեն բերել ենք մարտական կարգավիճակի, որտեղից էլ արդեն մենք ընթացել ենք դեպի Կոբալտուից Իշխանաձոր ու հետագա գործողությունների արդեն հրամանին ենք սպասել։ Առաջին գործողությունը ո՞րն է եղել, որը ձեր կողմից կատարվել է, մասնակցություն եք ունեցել։ Առաջի գործողությունը եղել է գրոհումը, Ջաբրայելի գրոհում պետք է կատարենք, եղել է ամսի 6-ին, եթե չեմ սխալվում։ Որ տեղի վրա կոնկրետ։ Կոնկրետ գնդի հատվածում, Ջաբրայել գնդի հատվածում է եղել, որ մենք պետք է այնտեղ մի հայտնի ծառ կար, Քյավտարի ծառից պետք է գայինք ձախ թեքվեինք ու այդտեղից սկսեինք կրակել, որովհետև իրենք ամբողջությամբ գրավել են թե ներսում կային ադրբեջանական զորքեր, թե վերևի մասում բարձունքների վրա կային արդեն որպես ցրված, շղթայի բացված պետք է ամբողջ տարածքով հարձակումը տեղի ունենար։ Այո, պետք է հարձակումը կատարեինք եւ մի 4-5 տանգով մենք շատ առաջ էինք գնացել ու Ջաբրայելի գնդի մեջ էինք արդեն ու այդ ժամանակ իրանց համար անսպասել էր այդ գործողությունը Հայաստանի կողմից, որովհետեւ մի քանի ժամանակահատված լռություն էր տիրել ու մենք միանգամից գրոհում էինք կատարել։ Այսինքն օպերացիան ընդհանուր հաջողված էր։ Օպերացիան լիարժեք հաջողվել է այդ օրը, տանկի կյանքն էլ է կարճ ընդհանուր մարտերի ընթացքում, մանավանդ
բաց պատերազմական դաշտում, բայց մենք շատ երկար մնացինք ու շատ ճիշտ գործողությունների արդյունքում կարողացանք լիովին լիարժեք կատարել այն խնդիրը, որը մեր առջև դրված էր, ու այն խնդիրներ, որ մենք պետք է գրավումը կատարեինք Ջաբրայելի, ու մենք sense շախմատային քայլերով առաջ էինք սլանում, հենց Ջաբրայելի գնդի մոտ մի քանի տանկով այսպես իրար հասկանալով, չգիտեմ, այդ ամեն ինչ ոնց որ գերբնական ուժ լիներ, որ մենք այտենց Սինխրոն սինխրոն տեղաշարժվելով շարժվում էինք ու իրենց համար էլ դժվար էր մեզ խոցելը։ Հետո արդեն տանկը, երբ որ կրակում ենք մենք մեր ամբողջությամբ սնայրատները վերջանում է, պետք է հետ իջնենք, որպեսզի մենք մեր սնայրատները լիցքավորենք եւ նորից սպասենք գործողությունների, այդ ժամանակ նահանջ են կատարել, այդ ժամանակ պիխոտը իր դիրքն է զբաղեցրել, որովհետեւ մենք ամբողջությամբ մաքրել էինք էլի Ջաբրայելի գունդը Ադրբեջանի զինվորներից եւ մենք նահանջ կատարեցինք այդ ժամանակ Կուբատլուի, եթե չեմ սխալվում, Կուբատլուի տանկերից երկուսը մեր նահանջի ժամանակ նրանք մեզ հակառակ բարձր փոխարինեցին եւ իրենք էլ գործողություններ կատարեցին, լիարժեք դարձավ բոլոր գործողությունները։ հենց զինվորները եկան, թե կամավորները կային, որ Ջաբրայելի զորամասը գրավեցիք։ Հա, կամավորներն էլ կային, կամավորները մոբը այնտեղ են եղել, իրենք զինվորներին օգնելով իրանք էլ ամբողջությամբ Մի պատմություն եմ լսել այդ օրի հետ կապված, որ հարձակում ա եղել զորամասի վրա, մատուրի միջից սնայպերներ են դիրքավորված եղել կրակել, այդ ականատես եղել ես։ Հա, այդ ժամանակ ես այդտեղ եմ եղել, մատուրի միջից, մատուրը դե լեռան վրա էր, շատ բարձր հետևի սարի վրա։ շատ բարձր տեղում էր ու իրանք մի քանի դիպուկահարներ ադրբեջանցի այդտեղից կրակում էին, իսկ մենք տանկով գործողություններ չէինք կատարում, որովհետև ամբողջությամբ փլատակ կդառնար, երբ որ մենք կրակեինք այդ ուղղությամբ, իսկ մեզ այդ ամեն ինչը թույլ չտվեցինք, բայց մեր պիխոտը շատ խելացի գործողությունների արդյունքում մաքրեց այդտեղից ու մատուրին էլ ոչ մի վնաս չհասցրեցինք։ Մենք էլ մեր հերթին էինք օգնում իրենց, ավելորդ ռիսկային գործողություններ չէինք անում, որպեսզի նրանց նշան չտայինք, որ մեզ չարված էին էլի նշանառության տակ Դե չվերցնեին։ հա, տանկից դուրս գալը միանգամից հենց լուկից դուրս գայք արդեն նշանառության տակ կհայտնվեի։ Տարածություններ մոտ էր։ Հա, ինչ հեռավորության վրա էր։ Երևի ուղիղ գծով մի 100-150 մետր հեռավորության վրա Կարող էր խփեին էլի, հա, շատ մոտիկ էին ու դիրքը շատ հարմար էր, մատուրը զորամասի մեջ, որ հատվածում կանգնեիր, մատուրը երևում էր ու դրա համար իրանք էլ խելացի են արել, որ այդտեղ դիրքավորվել են, ուղիղ նշանի տակ են վերցրել էլի։ Դե քանի որ իրանք գիտեն, որ հայերը մատուրին չեն կրակել, հավատքով ժողովուրդ են ու իրենց սրբատեղին չէին փլատակ դարձնի, դրա համար էլ իրանք այդ գործողությունը կատարել էին էլի, ուղղակի իրենց մոտ չհաջողվեց էլի լիարժեք այդ գործողությունը ավարտին հասցնեմ, որովհետև մեր պիխոտը չեզոքացրեց։ Այդտեղից հետո արդեն նահանջը ոնց եղավ, այդտեղից տեղաշարժվելը։ Այդտեղից տեղաշարժվել ենք Ալպաշասարի տակ, դիրքավորվել ենք այդտեղ։ Այսինքն ավելի առաջ եք շարժվել։ Ավելի կողք դեպից ձախ կողք ենք տեղաշարժվել։ Նպաստավոր էր այդ դիրքը դրա համար։ Նպաստավոր էր եւ այդտեղ շատ հարմար էր, որպեսզի մենք մեր տանկերը դիրքավորեինք ու բացի այդ էլ հասկանայինք ինչ խնդիրներ ունեն, ինչ պետք է անենք ու տանկերը լիարժեք նորից բերեինք մարտական դիրքի էլի, այնտեղ վառելանյութ, սնայրատները եւ այլն ու տարբեր խնդիրներ առաջանում տանկի հետ, երբ որ ինքը գործողություն է կատարում, շատ լայնածավալ։ Հաջորդ ընդհարումը գումարտակի հետ կապված երբ ա եղել, արդեն մի քանի օր անց ա եղել, թե միանգամից էլի շարունակվել է թեժ ռազմական գործողությունները։ Ռազմական գործողությունները դե մեր արդեն մեր չաստը ընդհանուր Ջաբրայելի եզրով տարածված էր, մենք առանձին էինք մեր չաստից, մեր զորամասի մնացած ստորաբաժանումներից առանձնացած էինք եւ այդ ժամանակ իրանք էլ եկան Ալպաշասարի վերին մասում իրանք
տեղաբաշխվեցին ու իրանք էլ դիրքավորվեցին, որպեսզի ստանանք հետո հրաման ու կատարենք այն գործողությունները, որը մեր առջև դրված է էլի։ Այդ ժամանակ մենք արդեն Ալպաշասարի տակ էինք տանկիստներով, դե վերևում բացի այն, որ պիխոտներ, նաև այն մարդիկ էին, ովքեր իրենց զրահատեխնիկան ինչ-ինչ պատճառներով խոցվել էր եւ այլն, ինչ-որ խնդիրներ էր առաջացել կամ նմանատիպ ինչ-որ մի բաներ, իրանք էլ էին վերևում էլի, մենք էլ ներքևն էինք ու Իսկ մյուս իրանց գրոհը ոնց ստացվեց։ Մյուս ամսի քանիսն էր արդեն։ Ամսի 12-13-ին, եթե չեմ սխալվում, այդ ժամանակահատվածում մոտ մի 12 ժամ ընդհանրապես ոչ մի շարժ չէր նկատվում Ադրբեջանի կողմից ու լուսադեմ կլիներ 5-ի կողմերը իրանք ամբողջ եզրով հարձակում կատարեցին, համազարկ տվեցին սմերչով, գրադներով, բոլոր տեսակի զինտեխնիկաներով իրանք հարձակում կատարեցին ու մենք այդ ժամանակ ունեցանք շատ վիրավորներ եւ զոհեր ունեցանք այդ ժամանակ Ալպաշասարը ինքը շատ բարձր սար է ու այդտեղից վիրավոր կամ արդեն իսկ զոհված ընկերների հետ նահանջ կատարել է իրանք էլ ցես հետ մի քիչ դժվար էր եւ բարդ Դեպի որ ուղղությամբ ա եղել նահանջը, դեպի սարերի միջով, թե ճանապարհով հենց Քյավտարի կողքի Չէ, սարերի միջով ա եղել նահանջը, դեպի Սիրիկ էինք նահանջում, այդ ժամանակ տանկիստներից մենք տանկերով արդեն իսկ փորձում էինք օգնել մեր պիխոտային ստորաբաժանումներին, որպեսզի իրենք նահանջանային մեր վիրավոր ընկերների հետ։ Մենք այդտեղից կրակում էինք դեպի Ալպաշասարի ուղղությամբ, որպեսզի իրանք էլ կարողանային նահանջ կատարեին։ Դրանից հետո իրանք նահանջը կատարել էին, արդեն գնացել էին Սիրիկ, մենք մի քիչ նահանջից ուշացել էինք, տանկային վաշտով ես էի, Էրիկներ, մեկ էլ մեր հոպի դասակներ ծառի մոտ մեր վաշտի հրամանատարի Կարեն Բալայանի հետ մեր ընկերներից Սաֆարյան Դավիթների էկիպաժի հետ այնտեղ եւ տանկով այդ ժամանակ երբ որ նահանջ էինք մենք անում մենք սարերի այնտեղ թուրքական գերեզմաններ կան այդ կողքով ասենց ձորերի միջով բարձանում ենք ու այդ ժամանակ մեզ մի հատ 120 մմ-անոց ականներ անդադ հետապնդում Այդ ժամանակ երբ որ մենք արդեն բարձրանում էինք ճանապարհին Սաֆարյան Դավիթի տանկը եկավ ու մենք բարձրացանք իր տանկի վրա ու դեպի Սիրիկ նահանջ կատարեցինք էլի որպեսզի Իսկ ինչ որ փաստեր կար որ իրանք սմերջ էին կրակել այդ գիշերվանից առաջ մի անգամ էին սմերջ կրակել մենք պոստին կանգնած էինք նու Ալպաշասարի տակ իրենց սմերջը երբ որ իրենք կրակեցին երևի սմերջի այդ ականի հետ ինչ որ խնդիրներ կար որովհետև չտրակեց բայց ընկավ հենց իմ ու մեր ընկերներից Էրոյի դիմացը ու այդ ինքը չկրակեց բայց ամբողջությամբ խրվեց հողի մեջ ու շատ մեծ ականներ էլի ու մենք գիտենք որ դա սմերջի ականներից է ու այդ ժամանակ դրանից հետո էլ արդեն սմերջը երբ որ հարվածում է ինքը կասետային ունի ես ինչքան գիտեմ սմերջը կասետային հարվածելու ունակություն էլ ունի Մեր զորամասին տենց հարվածել էին այ հարևանությամբ գտնվող մարդիկ էին ապրում մի քանի ընտանիքներ իրենք կենթայիներ էին պահում ձիեր, խոզեր ու այդ հարվածից հետո այդ ոչ թե իրենց ասկոլկեքն էր կպել որ այդ կենթայիները սատկել էին այլ հարվածը այնքան ուժեղ էր եղել որ այդ ճնշումը միանգամից տվել էր այդ բոլոր կենթայիները սատկել էին հենց ուղղակի ընկած էին բայց ասկոլկի տեղ չկար էլի այդ ժամանակ երբ որ նահանջ էին անում Ալպաշասարից մեր պիխոտային վաշտը այդ ժամանակ սմերջը երբ որ կրակեց ամբողջ սարը ասենց փոշիացավ էլի ասենց մեծ փոշի բարձրացավ վեր ու սմերջի ականի պայթյունը զգալիորեն տարբերվում է էլի մնացած բոլոր զինտեխնիկաների հարվածային պայթյունը կասետայինի վրա էլ պրուժինա լինում այդ պրուժինը ասենց զսպանակա հետո որ պայթյունը լինում է այդ ընկնում է հարակից տարածքում էլի մենք տեսել ենք օրինակ այդ զորամասի մոտ որ խփել էին
բայց չենք ձեռք տվել, էլի հնարավոր էր, որովհետև դա էլ Python-ը վտանգ լիներ։ Այս ընթացքում նահանջը, որ կարողանում եք օգնել զորքը դուրս գալ սառույցիչներ, մինչև որտեղ նահանջեցիք, որտեղում արդեն պատերազմի ավարտին որտեղ եք գտնվում այդ ընթացքը ոնց Հաջորդ ստացվում։ բախումը որտեղ եղավ, էլի 13-ից հետո հոկտեմբերի։ 13-ից հետո դե գնա Նիշանաձորում այդտեղ որ մեր ամբողջ չաստը արդեն հավաքվել էինք դե մարդիկ ու զինվորների մեծամասնությունը շոկ էին ենթարկվել զոհերին, վիրավորներին տեսնելուց ու այդ ամեն ինչը մարդկային յուրաքանչյուր օրգանիզմ ունակ է էլի շոկ ապրելու ու այդ ամեն ինչը շատ Ծանր է ծանր էր եւ անսպասելի ու այն հատկապես այն զինվորների համար, ովքեր 3 ամիս էր ինչ եկել էին ծառայության, այդ ժամանակ դե տանկերը արդեն իսկ պետք է հասկանայինք, որ ինչ խնդիրներ ունեն վառելանյութ եւ այսպես նույն գործողությունները պետք է այդտեղ կատարենք, հասկանայինք ով ինչ որտեղ ով է վիրավորվել, կան բացակամարտիկ, չկան բացակամարտիկ եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակ երևի արդեն լույս 14-ի գիշերը լույս 14-ին արդեն Ադրբեջանի կողմից երկրորդ մեծ այդ բախումը եղավ, որ իրենք նորից գործողություններ կատարեցին մեր ուղղությամբ եւ այդ ժամանակ ունեցանք մեր չաստի ամենամեծ զոհերը, շատ թվով շատ զոհերը ու այդտեղից արդեն նահանջ ենք արել դեպի Կուբատլու, Կուբատլուից ներքին Խնձորեսկ եւ այդտենց արդեն 16-ին, 17-ին, եթե չեմ սխալվում, ամբողջ Կուբատլուն վերցրել էր Ադրբեջանի տիրապետության տակ։ Այդ հատվածը Իշխանաձորի մոտ կամուրջներ կա, այդ կամուրջները եթե պայթեցվեր, հնարավոր է հակառակորդին տեմպից գցեր, այդ տեսանկյունից ինչ ես մտածում, արժեր, չէ՞, ամեն դեպքում։ Իմ կարծիքով իհարկե արժեր այդ գործողությունը արժեր կատարել, որովհետև իմ կարծիքով իրենց տեղաբաշխման ընթացքը հենց այդպես է լինելու էր ու իրենց մնացած գործողությունները հենց այդ ճանապարհի հիման վրա էլ կատարվելու էր, որովհետև իրանք հենց այդպես էլ եկել ու շարժվել են։ Մի քանի օր ժամանակ կշահենք ամեն դեպքում։ Մի քանի օր հաստատ ժամանակ կշահենք էլի։ Այդտեղից հետո արդեն որտեղ եք եղել վերջում, դեպի Կուբատուից բարձրացել եք։ Ներքին Խնձորեսկ եւ արդեն Խնձորեսկ էլի։ Հենց նոյեմբերի 9-ին ներքին Խնձորեսկում եք եղել։ Նոյեմբերի 9-ին եղել ենք Գորիսի դպրոցներից մեկում, որովհետև մեր չաստը հոսպիտալ էին սարքել, այնտեղ առաջի բուժօգնություն էին ցուցաբերում եւ այդտեղից նոր Երևան էին Այն հասցնում։ նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին լսելուց ոնց ա եղել տպավորությունները, ոնց է զգացողությունները։ Ճիշտ ասած նոյեմբերի 9-ի պայմանագիրը երբ որ ստորագրվել է ու այդ ամեն ինչը հեռարձակվել է բոլորին հասանելի է եղել, ես այդ ժամանակ եղել եմ քնած, երբ որ արթնացրել են ու հենց այդ ամեն ինչը ասել են, հակասական զգացողություններ եմ ունեցել այդ ամեն ինչի հետ կապված, ճիշտ է մի կողմից ես այդ ամեն ինչով հասկանում էի, որ այլ չենք ունենա զոհեր եւ այլն, բայց ոնց որ հաստատվում է այն ամեն ինչը դու կորցրել ես։ Այդ ընթացքը, այդ ամեն ինչը, այդ զգացողությունները չեմ կարող բացատրել, բայց հուսամ կգա այն ժամանակը, երբ որ մենք կարողանանք վերադարձնել այն ամեն ինչ, ինչ մենք կորցրել ենք։ Դե հենց այնտեղ անմահացածների հիշատակը հարգելու համար մենակ պետքա ցանկացած գնով կարողանանք հետ բերել այն ամեն ինչը, ինչի համար իրանք արյուն են նախ թափել, քանի որ այն հողի վրա, որտեղ արյունն է հոսվում, արդեն զուր հողակտոր չի, արդեն հայրենիքի նվիրական ինչ-որ կտոր է։ Հայ հետագա սերունդների հետ կապված, որ ովքեր մեկնելու են ծառայության կամ հնարավոր է Աստված մի արարածը հայտնվեն նորից պատերազմական գործողությունների մեջ, իրենց ինչ կցանկանաս ասել որպես դրանով անցած մարդ։ Ճիշտ ասած երբևիցե չեմ ուզի
որ իրենք տեսնեն այն ամեն ինչը, ինչ տեսել է մեր սերունդը։ Ես իրենց խորհուրդ կտամ, որ ինչ տեխնիկայի, ինչ զենքի, ինչ զինամթերքի պատասխանատուն լինեն իրենք, թող լիովին հասկանան իրենց եւ տիրապետեն այդ զինտեխնիկային կամ զենք կլինի, թեկուզ սվինդանակ կլինի, թող տիրապետեն ամբողջովին այդ զինամթերքին։ Իրականում է շատ կարևոր է, քանի որ մենք էլ ծառայության ժամանակ որպես զրատեխնիկայի մասնագետներ չենք կարող պատկերացնել, որ հայտնվենք նախ պատերազմի մեջ, հետո հայտնվելուց էլ ցանկացած իրավիճակ կարա ստեղծվի ու մեր ընկերներից ինչ-որ մեկի աստված մի արած զոհվելուց հետո մենք պետք է այդ պարտականությունը մեր վրա վերցնենք ու ամեն տեսանկյունից շատ կարևոր է, որ ցանկացած մարդ պետք է լիովին տիրապետի իր զենքին։ Իսկ ձեռքի դաջվածքը պատերազմի հետ որևէ կապ ունի։ Այո, իհարկե, այդ ձեռքիս դաջվածքը, այս գրվածքը ես գիտեմ, որ 44 օրյա պատերազմի մեր հերոսներից մեկը, երբ որ խոսել է իր մայրիկի հետ զոհվելուց առաջ, հենց այս տողերն է ասես, այստեղ գրված է, ես գնում եմ դրախտ դժոխքի ճանապարհով։ Այդ խոսքերը լիովին գիտակցելը դժվար է, բայց անսպառ քաջության մասին է խոսում, գիտակցական շատ բարձր գիտակցական մայմացյալ անմահություն է ու այդ խոսքը իր սրտից է եղել ու իմ սրտին հասել է այդ խոսքը ու ես այդ ամեն ինչը լիովին հասկանում եմ ու ամեն անգամ երբ տեսնում եմ ես ոնց որ հասկանամ այդ իրավիճակը, որը հենց այդ բային ապրել է ինքը։ Նաև անցած ճանապարհի վերապրումը որոշ չափով որոշ չափով անցած ճանապարհի վերապրումը։ Հենց մեր ազգին էլ բնորոշ է քաջությունը, այտենց անհատական դրվագները շատ են եղել պատերազմների ժամանակ, թե 44 օրյա, թե ապրիլյան, առավել եւս ապրիլյան շատ դեպքեր գիտենք, թե Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի դեպքերը, թե 90-ականներում տեղի ունեցած պատմությունները, որտեղ ցույց են անհատների դերը շատ կարևոր է, որովհետև հենց իրենք են իրավիճակը որոշում պատերազմի ելքը։ Եվ այսօրվա հաղորդումն էլ հենց կուզենայինք ամփոփել այս իմաստալից պահի խոսքերով Գարեգին Նժդեհի մեջբերումներից, «Օժտիր մարդուն քաջությամբ, եւ դու նրան կդարձնես ավելի քան սովորական մահկանացու»։